Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մասուդ Փեզեշքյանը մեկ աշխատանքային օրով Ադրբեջան էր գնացել Ալիևի հրավերով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-ից 27 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրի փոխմրման հուշագիր 25-ից 26 թվականների տրանսպորտային ոլորտում համապարփակ գործակցության վերաբերյալ։ Էլի մի քանի փաստաթղթեր մշակույթին ու ԶԼՄ-ների ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։ Նաև լրագրողների հետ են հանդիպել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։ Միասին մենք կարող ենք խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում եւ լուծել մեր խնդիրները, ասել է Իրանի նախագահը եւ ձևակերպել Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է, շարունակել, թե Ադրբեջանի եւ Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին նաև խոսել է Ալիևը եւ նշել, թե այն մեծ օգուտներ կբերի մասնակից կողմերին՝ Ադրբեջանին, Իրանին եւ Ռուսաստանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի նախագահական նստավայրի այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի նախագահի հանդիպումը։ Նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Ալարկադիսը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին։ Պահում է պրոցեսը ստերով կերակրում աշխարհին իբր խաղաղություն է ուզում, բայց օրը մի անհավանական պահանջ է ներկայացնում ու ձևանում, թե իբր լսում է արձագանքը հայկական կողմից։ Նա էլի սեփական գլուխն է գովել, թե Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին ապահովել է, այդ թվում ռազմական միջոցներով։ Հետևաբար երկու ոտքը մի մաշիկ դրած Մինսկի խմբի լուծարում են պնդում։ Նա իր նարատիվն է պատմել։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում եւ դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Երևանը հստակ է հայտարարել, որ պատրաստ է այդ գործընթացին, եթե Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրվեն միաժամանակ։ Բայց մեկը նա չի լսում կամ էլ ձև է անում, թե չի լսում, որովհետև մտքին բոլորովին այլ բան է, մասնագետների համոզմունքն է։ Ադրբեջանը սպասողական վիճակում է, որովհետև մտածում է ինչ-որ Օվերտոնի պատուհան կբացվի մի պահ, երբ որ բոլորը խառնեն են, ինքը մտնի իր հարցերը լուծի Սյունիքով։ Ադրբեջանի նպատակը առաջիկա ամիսներին դա է լինել։ Ուղղակի քանի որ այս պայդրությամբ իր ուզած խառնակ վիճակը ոչ Իրանի ուղղությամբ գնաց, ոչ այլ ուղղություններով, օրինակ Ուկրաինա եւ այլն, դրա համար ինքը մի պահ sense դադարավերցրել, բայց պահում է պատուհանը։ Նասր Տատրոպ այդ պատուհանին է սպասում, հիմա մի քիչ անհանգիստ է։ Թրամփ-Էրդողան հանդիպում է սպասվում ըստ թուրքական մամուլի։ Անհանգիստ է Էրդողանը հոգուտ հայերի մի բան չասի, որքան էլ Էրդողանի գլուխն ավելի շատ մերձավոր արևելքով է խառը, հանկարծ մի բան չխոստանա սահմանի բացման հետ կապված, չմոռանա հանկարծ, որ սահմանի բացումն ուղիղ հայ-ադրբեջանական գործընթացի հետ է կապել։ Հիմա Էրդողանի համար գեր խնդիրը դա մերձավոր արևելքն է։ Ադրբեջանի համար խնդիրը, որ Թուրքիան հանկարծ որևէ քայլ չանի հօգուտ Հայաստանի ու իրանք դեռ շատ ակտիվ աշխատում են Ադրբեջանին չի գործողությունների չի գնում, որովհետև այս բանը ինքը բացարձակ Թուրքիայի ներկայություն ու աջակցություն չունի, որովհետև Թուրքիայի համար այլ գեր խնդիրներ կան։ 2020-ի դեկտեմբերին Բաքվում Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան էին տոնում Էրդողանը հայտարարեց Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Հիմա Հյուրիեթը հղումանելով իր աղբյուրներին գրում է ԱՄՆ-ն ցանկանում է ստանալ Թուրքիայի չեզոքությունը, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունքներ չտան եւ պատերազմ սկսվի։ Նպատակն է թույլ չտալ Թուրքիայի միջամտությունը կոնֆլիկտին։ ԱՄՆ-ն նաեւ ցանկանում է օգտագործել սիրիական օդային տարածությունը։ Թուրքական լրատվամիջոցը գրում է, թե ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային չմիջամտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմամբ Իրանի հետ կոնֆլիկտի դեպքում եւ չեզոքություն պահպանել։ Իսկ Հարավկովկասի հարցեր կլինեն Էրդողան-Թրամփ մայիսին կայանալիք քննարկման սեղանին դեռ պարզ չէ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար է հայտարարել։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշերը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը։ Այս կոչը հնչել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների ֆոնին, որոնք կարծես թե դրական ուղղությամբ են ընթանում շաբաթվա վերջին Օմանում անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո, գրում է The Times of Israel-ը։ Ակնկալվում է, որ բանակցությունները, որոնք ուղղված են Թեհրանին միջուկային ծրագրի զսպմանն ու միջուկային զենքի ստեղծումն արգելափակող գործարքի կնքմանը, ինչպես նաեւ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը առաջիկա օրերին կշարունակվեն չորրորդ փուլով։ Մասնագետները նախ ուսումնասիրեցին ու վերցանեցին այս կադրերում Թրամփի շուրթերի միմիկան, պնդեցին, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնին Թրամփն ասում է՝ դուք այստեղ չպետք է լինեիք։ Հեռանում է Զելենսկու մեծ կնքահայրերից մեկը, երկու կարմիր աթոռ Վատիկանում ու Վաշինգտոնի տխրահռչակ բախումից հետո առաջին անգամ դարձյալ ռուս-ուկրաինական հարցը տետ-տա-տետ քննարկելու են նստում Թրամփն ու Զելենսկին։ Հանդիպումից մեկ օր անց արդեն Թրամփը կոչ է անում Ռուսաստանի նախագահ Պուտինին դադարեցնել կրակոցները եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բացի այդ, մի ուշագրավ հայտարարություն էլ է արել Միացյալ Նահանգների նախագահը։ Կարծիք է հայտնել, թե Զելենսկին պատրաստ է զիջել Ղրիմ թերակղզին Ռուսաստանին, ինչը Ուկրաինայի առաջնորդը վաղուց կարմիր գիծ էր համարում։ Թրամփի այս հարցազրույցից ժամեր անց Զելենսկին դարձյալ ասում է՝ այդպիսի տեսակետ չունի, ձևակերպել է, թե Ղրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք։ Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի սահմանադրությանը, մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է, ոչ թե իմը, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է։ Տարածքները ցավոք ժամանակավորապես օկուպացված են։ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել զենքի սպառնալիքով, եւ դրա արդյունքները ոչ ոք չի ճանաչի։ Ով է ավելի լավ խաղում, Թրամփը, որ վստահ է, որ այսպես թե այնպես Ղրիմը կմնա ռուսական տիրապետության տակ նաև պատերազմի ավարտից հետո, թե Զելենսկին, որ ժողովրդահաճո հայտարարություններ է անում Վատիկանից Կիև հասնելուն պես։ Թրամփ փորձում է ամենքերբ զինադադարի համաձայնության հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եւ փորձում է կողմերի վրա ճնշումներ գործադրելով հասնել իր նպատակին։ Նա մեկ ռուսական կողմի նկատմամբ է ճնշումներ գործադրելու, որ ծանր պատժամիջոցներ կկիրառի, մեկ ուկրաինական կողմի։ Զելենսկու համար ծանր հետևանքներ կունենա Ղրիմի հարցում հետքայլը, դա քաղաքագետ իրատեսական չի համարում։ Նա կարծում է հակամարտության կուլմինացիան մոտ չէ, հնարավոր տարբերակ կարող է լինել ժամանակավոր դադարը, ըստ որի կողմերը կմնան այն բնագծերում, որտեղ կլինեն այդ պահին։ Սա իհարկե ռուսական կողմին ձեռնտու տարբերակ է, միայն թե ուկրաինական կողմը իր ուզած երաշխիքները չի ունենա եւ ուժերը վերականգնած Ռուսաստանը չի վերադառնա ճակատ։ Երաշխիքները ոչ մեկ չի կարող տա, որ 2014 թվականից հետո էլ Մինսկյան համաձայնություններից հետո տեսանք, որ Ռուսաստանը 2022 թվականին հարձակվեց արդեն Ուկրաինայի վրա։ Զելենսկին առաջարկում է Ուկրաինային շտաբ ներգրավել ՆԱՏՕ-ի կազմ, որը որ ըստ նրա երաշխիք կլինի, որ Ռուսաստանը չի հարձակվի վրա։ Սակայն այստեղ էլ էլի խնդիրներ կան։ 4 երկրներ դեմ էին։ Եվ որքան էլ Թրամփը օր առաջ հակամարտությունը կանգնեցնելու կոչեր է անում, կողմերի հռետորաբանությունը խաղաղության մասին չէ։ Զենքի արսենալի սպառմանը զուգահեռ հաջողություն չի գրանցում Թրամփի ձեռնարկած դիվանագիտությունը։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալինիի դեմ իրականացված ահաբեկչության գործով կասկածյալ է հայտնաբերվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Իգնատ Կուզինին, ով ինքնախոստովանական ցուցմունքով նշել է, որ իրեն հավաքագրել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունները։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տեղեկացմամբ փորձում են պարզել նաև Մոսկալիկի սպանության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը։ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզում 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով ուղևորներից 35-ը վիրավորվել են։ Մեքենայի մեջ եղել է նաև մեկ երեխա, 13 մարդ հոսպիտալացվել է։ Ըստ նախնական վարկածի վթարի պատճառը վարորդի քննելն էր եղել, հարուցվել է քրեական գործ։ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման դասալուկություն հրահրելու եւ պետական սահմանով ապօրինի փոխադրումներ կազմակերպելու համար։ Դատախազները դատարանում ապացուցել են, որ 2014-ի փետրվարի 23-ին Ուկրաինայի նախկին նախագահը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ օդային ճանապարհով ապօրինի հատել է Ուկրաինայի պետական սահմանը եւ կազմակերպել իր մերձավոր շրջապատից եւ զինվորական անձնակազմի առնվազն 20 հոգու տեղափոխությունը։
Վատիկանը պատրաստվում է Հռոմի հաջորդ պապի ընտրությանը։ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող 9-օրյա սգի ընթացքում էլ իրականացվելու են նոր պապի ընտրությանը նախորդող նախապատրաստական աշխատանքները։ Ընդունված կարգի համաձայն նշյալ ժամանակաշրջանում փակվում է Սիքստինյան կապելլան, որտեղ կարդինալները կոնկլավ են գումարում։ Կարևոր առաջադրանքներից մեկը ծխնելույզի տեղադրումն է, որտեղ յուրաքանչյուր քվեարկությունից հետո այրվելու են քվեաթերթիկները։ Քիմ Քարդաշյանի ադամանդե թև կապերը քննադատության են արժանացել։ Քիմը ընտանեկան արձակուրդից մի լուսանկար է հրապարակել։ Հրապարակումից հետո ոսկերչական փորձագետ Ջուլիա Չաֆեն տեսանյութ է հրապարակել, որում մեղադրել է Քիմ Քարդաշյանին հարստությունը ցուցադրելու մեջ։ Չաֆը նշել է, որ Քիմի ապարանջանները ավելի թանկ են, քան տունը։ Նա կրել է 4 ապարանջան։ Ավելացրել է Թենիսի ապարանջանը, Վարդագույն շափյուղա ու ադամանդե ապարանջան, որոնցից յուրաքանչյուրը հավանաբար մոտ 3 կարատ է, ասել է Չաֆը։ Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել։ Բնակիչների հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ Երևան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի համաձայն Դավթաշեն վարչական շրջան Անաստաս Միկոյան 64 կոտորագյոթ հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։ Համաձայն գրության նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույլտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։ Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։ 2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ Հայասատ 1-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը։ Այս մասին ասված է բազում քտիեզերական հետազոտությունների լաբորատորիայի Facebook-ի էջում։ Հայասատ 1-ը կատարեց իր առաքելությունը եւ տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններ ու փորձ, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ դեպի ավելի մեծ ու ավելի հավակնոտ նպատակներ, նշված է գրառման մեջ։ Տրանսպորտային բարեփոխումները հասան Արագածոտնի մարզ։ Կոշտ գյուղի խաչմերուկն էին քաղաքացիները փակել։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի որոշման պատճառով 15-ից ավելի գյուղի բնակչի համար տրանսպորտը թանկանում է եւ ոչ միայն։ Երևան գնալը իշքան է 400 դրամ է։ Իսկ հիմա մինչև աշտարակ գնալու է 450, նոր ընդեղից մի 450 էլ ընդեղ։ Թող տրանսպորտը լավ որակի տրանսպորտն են, մենք այդ գնի թանկացմանը 200 դրամ, 100 դրամ է թող թանկանա, չի խանգարի։ Նորմալ տրանսպորտ առնելու թող 100 դրամ է թանկանա, չի խանգարի։ Թանկացումից բացի, եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև Կիլիկի ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ։ Իսկ այնտեղից քաղաքացիները որևէ այլ տրանսպորտ չունեն դեպի Երևան։ Գնալու է մինչև Աշտարակ, մի հատ պերեսատկան, նոր ընդեղից գնալու է քաղաք։ Այդ երեխեն ուսանողը հասցնելու է, այդ պերեսատկեքով գնա հասնիրա դասին։ Ոչ, գները դառնում է կրկնակի։ Ֆիզիկապես ի վիճակի չեն լինելու երեխեքը դասի հաս։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի մեծ թվով բարեկներ, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի մեծ թվով ծառայողներ։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստ է դիմել կառավարությանը խնդիրը ի օգուտ բնակիչների լուծելու համար։ Դեռ վերջնական հստակ մարշրուտ չկա, հիմա քննարկումների մեջ է։ Քննարկենք։ Ապրիլի 26-ին 21-ամյա Ռուբենը Chevrolet Volt-ով Արատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա Կարենին։ Վարորդը փախուստի չի դիմել քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին ցանկացել է հիվանդանոց տեղափոխել։ Արդեն ծաղկունք բնակավայրի տարածքում նկատել են վարորդի զանգով դեպքի վայր մեկնող շտապօգնության մեքենային, կանգնեցրել ու վիրավորին տեղափոխել Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ճանապարհին արտաքին լուսավորություն չի եղել։ Դեպքի մասին բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ապրիլի 26-ին Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են 42-ամյա Մեհերի Ինֆինիտին եւ 31-ամյա Գևորգի Մերսեդեսը։ Վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթվեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն։ Մերսեդեսի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Տեղում էին Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչները։ Արագիլի բունն ամբողջությամբ նույնպես կարելի ասել
չկա, այլևս չկա, հիմա տեսնում եք Արագիլն է հավանաբար բնի տերն է, ով շրջում է եւ չի կարողանում գտնի իր բույնը։ Ապրիլի 26-ին Վանաձոր Սպիտակ ճանապարհին բախվել են 44-ամյա Անդրեի Մերսեդեսը, 26-ամյա Տիգրանի Նիսան Տիանան եւ 61-ամյա Արծրունի Լադան։ 3 հոգի տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վարչի 2-րդ դասակի բարեկները։ Ապրիլի 25-ին 32-ամյա Կարապետ Հակոբյանը Մերսեդեսով Արտաշիսյան փողոցում վրայերթի է ենթարկել 4 հետիոտնի, հետո կոտրել հետիոտներին անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը։ Վրայերթի ենթարկվածներից 2-ն անչափահաս են ու տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Մեկ քաղաքացի տեղափոխվել է Էրեբունի, մեկն էլ Աստղիկ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ապրիլի 25-ին Մասիսի վարչական տարածքում 30-ամյա Սարգիսը բեռնատարով բախվել է 37-ամյա Խաչիկի Ֆորդին, հետո էլեկտրասյանն ու երկաթե պատնեշներին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը։ Ըստ նախնական տեղեկությունների, որը ճշտում է, բարեկների կողմից ճշտվում է Ովոն բախվել է Ֆորդի հետնամասին եւ կառավարումը կորցնելով բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Մայրաքաղաքում ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Սարյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է 34-ամյա Հրայր Դավթյանի թույլատրելի հատվածում կայանված Նիսանի վրա։ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ շրջփրկարարական ջոկատի փրկարարները ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկների հետ էլեկտրական սղոցով մասնատել են ծառը ու հեռացրել։ Իսկ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակից այդպես էլ որևէ աշխատակից չէր ժամանել։ Եվ Մայրաքաղաքում նորից Chevrolet Volt են թալանել Արշակունյաց 135 շենքի բնակիչը աշխատանքի գնալիս է տեսել, որ անհայտ անձը կամ անձինք նախ կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը, ապա թալանել են կայանված Chevrolet Volt-ը։ Սեփականատիրոջը պատճառվել է 1 միլիոն դրամից ավելի վնաս։ Հարակից այս հատվածներում կան տեսախցիկներ, երևի տեսախցիկներով ոստիկանները դուրս կգան հետքի վրա։ Ապրիլի 27-ին Մայրաքաղաքի Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել։ Այն վերածվել է ծեծկրտուքի ու դրա ժամանակ էլ կրակոց է հնչել։ Ոստիկաններն ու բարեկները Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերել են կրակված պարկու ճառնանման հետքեր։ Հետևի կողային ապակին կոտրված Մերսեդես, Արաբկիրի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, մյուս հանգամանքները պարզվում են։ Օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերը։ Իսկ ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկանները ծառայություն կատարելիս նկատել են ու վտանգելով իրենց կյանքը Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը, իսկ մյուս քաղաքացուն չի հաջողվել օգնել, քանի որ վարերած գետը նրան քշել տարել է։ Օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղում օգնել են ջրից դուրս բերված կնոջը, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի բարեկները։ Նորոն բռնեց, ուզում էի մյուսին բռնի, արդեն ձեռները թողեց այն մյուսը։ Ձեռները թողեց, ջուրը քշեց տարավ, մի 100 երևի չեմ մալ, մոտավորապես վազելով հետևից գնաց։ Վարար է ջուրը։ Ջուրը հա գնում է, միջև այլ վարարա որ նայեք, նույն ձև գնում է։ Վազելով գնացի հետևից, էլ չկարած արդեն գոռացի, էլ որ խոսում եմ այդ մարդը որ մենակ զգացի որ արդեն գլուխը կակցեց ջրի մեջ ու քշեց տարավ։ Եթե իրանք չլինեին, երևի ինձ թվում է Ձեզ էլ ջուրը կտաներ ու չէր բացառվում։ Չէ, ջուրը չէր տանի, ես լողանալ գիտեի, ես ինձ փրկեցի ուղղակի կարելի ասել։ Փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել 3 ուղություններով։ Այդ աշխատանքները շարունակվել են նաև հաջորդ օրը 8 կիլոմետր շարավղով։ Քրեական ոստիկանները, հատուկ փրկարարները, Շենգավիթի համայնքային ոստիկանները, Շենգավիթի քնչական բաժնի քննիչները, Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները տրակտորներով մաքրել են ջրատարը, որպեսզի որոնողական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացվեն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բժիշկյան իր կյանքին էլ վտանգ չկա։ Ես տեսնում վիրա կապել եք ոտքերը, բան։ Ներկա պահին կայունա, ոչ մի չկա։ Առաջ օգնություն ցուցաբերել ենք։
Ապրիլի 26-ին մայրաքաղաքում նաև արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Արարատյան 66 շենքի երկրորդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ այն փլուզվել է, քաղաքացին էլ ընկել։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապախումբը 42-ամյա վիրավոր կնոջը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, փրկարարծարայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապախումբը։ Այստեղ կան նաև մի քանի պատշգամբեր, որոնք նայում ես կարծես թե դրանք էլ ամեն րոպե, ամեն պայ հնարավոր է դրանք նույնպես փլուզվել։ Սա պետք է մտահոգի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, իդեպ թե քաղաքապետը, թե վարչական շրջանների գրեթե բոլոր ղեկավարները միշտ հայտարարել են, թե իրենք աշխատանքներ են կատարելու, որպեսզի նման վտանգավոր պատշգամբներ Երևանի շենքերում չլինեն։